Ողջույն բոլորիդ, բարի երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ, սիրելի աշխարհասփյուր հայություն, իմ Facebook-յան հազարավոր ընկերներ եւ բազմահազար հետևորդներ։ Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է եւ այսօր արտակարգ ուղիղ եթեր է, քանի որ այսօր պետք է քննարկենք մի քանի առանցքային հարցեր, այն է Ավստրիայում եպիսկոպոսական, ուրեմն եպիսկոպոսների հավաքը կոչվածը եւ ուրեմն անցուդարձը, այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանի մեջ եւ մասնավորապես ես կուզեմ նաեւ խոսել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի որոշ անհատ տականքների մասին, ովքեր որ փորձում են մեր երկրի Հայաստանի Հանրապետության համայն հայության մայրաքաղաքը եւ հարասարակ երկիրը ավերակների վերածել, այդ թվում նաև հոգևոր ինստիտուտները փչացնել մինչև վերջ, ապականելով այն, ինչ որ սկսված է ամիսներ առաջ, երբ բարձրաձայնվել է երկրի վարչապետի կողմից կարևորագույն խնդիրը, որը որ մենք բարենորոգումների ընթացք կամ ծրագիր կկոչենք եւ այդ ծրագրի այդ նորոգության հետ կապված ստեղծվել է հատուկ համապատասխան մարմին համակարգող խորհուրդ, որը գլխավորում է երկրի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը եւ նրա բոլոր անդամները, դա նրանք 10 սրբազան հայրերն են։ Ուրեմն սկսենք սիրելիներ աղոթքով, այսօր բավական թեժ բաներ պետք է լինեն եւ հետաքրքիր, եւ որից հետո կանցնենք մեր ուրեմն այդ քննարկումների։ Զգոր ձեզ մերոց ուղիղարայ մեստեր եւ զգոր ձեզ մերոց հաջողյա մեզ փառքոր եւ օրթվոյ ոգույն սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս ավելինից ամեն դուր ինձ իմաստություն զբարիս խորհել եւ խոսել եւ գործել ռաչիկո ամեն այն ժամ իչար խորհրդոցի բանից եւ գործոց բրգյազիս եւ ողորմյա խորարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Ահավասիկ սիրելի ժողովուրդ, ինչպես ասեցի, օրվա խորհուրդը այն էր, որ Կտրիշ Ներսիսյանի կողմից նախաձեռնված այդ օտար պայմաններին մեջ Ավստրիայում տեղի է ունենում եպիսկոպոսների հավաք։ Նախ պետք է իրազեկենք, թե քանի հոգիներն են ընդհանուր եպիսկոպոսների թիվը, որպեսզի պատկերացում ունենանք, թե որ մասն է մասնակցում այդ հավաքին։ Ուրեմն Էջմիածնական եպիսկոպոսների թիվը կազմում է 54 հոգիներ, որպեսզի դուք հասկանաք։ Այսօր այնտեղ հավաքվել են 25 հոգի, բայց այդ 25 հոգին եպիսկոպոսները ոչ թե մենակ Էջմիածինը, նաև երկու հոգի եւս կա, որը մեկը ներկայացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, մյուսը ներկայացնում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, հետեւաբար նշանակում է 23 հոգիներ են Էջմիածինը ներկայացնում, եւ այսպիսով նույնիսկ կեսը չեն կազմում, 50%-ը չեն կազմում ամբողջ եպիսկոպոսների թվից։ Դուք գիտեք, որ 10 հոգիներից 9 մերժել են գնալ, բայց ներկա գտնվում է բարձրաշնորհք Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Ես այսօր պետք է բարձ ասեմ, որ բարձրաշնորհք arczepiskopos Հովնան Տերտերյանը սա բարձ եպիսկոպոս կամ arczepiskopos չէ, նա բավական ճանաչված է միջազգային եկեղեցական կյանքից ներս, տարբեր հարթակներում, իսկապես կատարյալ գիտելիքներով մի շնորհալի հոգևորական է, իհարկե իր մարդկային թուլություններով եւ տկարություններով հանդերձ, այնուամենայնիվ այդ մարդը ներկայացնում է այսօր ոչ մենակ մնացյալ իր եղբայր եպիսկոպոսների 9 հոգիներին այնտեղ, այլ նաև ներկայացնում է ամբողջական այդ բարենորոգման ծրագրի հետ կապված եւ համակարգող խորհրդին է ներկայացնում։ Պետք է ասեմ, որ օրակարգը թելադրել է հենց Հովնան arczepiskopos Տերտերյանը եւ հղել է այն մեղադրանքներ, այն ցանկը մեղադրանքների, որոնք ուղղված են հենց կոնկրետ, շատ կոնկրետ կապված Կտրիշ Ներսիսյանի գործնեության, անփարունակ այդ գործնեության հետ կապված եկեղեցու։ Եվ գնացել է փաստորեն այդ պատասխանների ետևից, որպեսզի այնտեղ քանդի այդ սատանայի տունը, որովհետև այնտեղ էլ ստեղծված է մի միջավայր, թե նախագահում է Խաժակ arczepiskopos Պարսամյանը, եւ ես զարմացած եմ, որ Խաժակ arczepiskopos Պարսամյանը լինելով շատ լավ, շատ պատրաստված, շատ կիրթ հոգևորական, այնուամենայնիվ չմոտեցավ այդ խորհրդին։ Ես չգիտեմ, թե ինչ կոմպրոմատներ է հանել նրա վրա
կտրիչ սատանան, բայց սանձել է իրեն, կարծեմ, եւ դրանով է պայմանավորված իր չեզոք դիրքը, որ նա այս պարագայում ուրեմն դրսևորեց այս հարցի մեջ։ Բայց ես ուրախ եմ, որ մի քաչ arczepiskopos, որը գնացել է հատուկ այս հարցերը այս լկտիներին տալու։ Գիտեք, չէ, բուրջո, եզրաս, կարո, մկրտիչ, 4 անուն ունի։ Լավ է, ներկայ է մեր սիրելի շատ իմ կողմից հարգված եւ սիրված Խաչատուր Սարգսակը, որը որ ոչ մենակ ճշմարիտ հավատացյալ անձնավորություն է, որը ոչ միայն եկեղեցու Սարգսակ է, իսկապես կատարյալ Սարգսակ է, այլ նաեւ մի հերոս տղամարդ, որը որ կրված է ազատամարտում, առաջին ազատամարտում եւ իսկապես հայրենասեր ազգասեր մի անձնավորություն է։ Ինքը ինձ որոշ բաներ փոխանցեց։ Գիտեք, ինքը գնացել է 4-րդ սովխոզի գյուղը, ոսկեհատ այդ գյուղը, որտեղ որ Կտրիչ Ներսիսյանը, սատանա Կտրիչ Ներսիսյանը եւ նրա ուրեմն այդ մնացյալ եղբայրները Բուրջոն ու Գևորգը, որը հիմա տանկալանք է արդեն փոխվել է իր բանը, տանկալանք են հիմա տվել։ Իհարկե ես դժգոհ եմ, շատ մեղմ են վարվում այդ սատանաների հետ եւ 3 քույր ունեն նաեւ 6 զավակ են Ներսիսյանները։ Եվ հարցրել է, ասել են գյուղում իրեն ճանաչում են որպես Բուրջո։ Հիմա պասպորտի բանը փոխել է, մկրտիչ է դարձել եւ ընտանիքներից իր ընտանիքներից ներս, ապօրինիկների զավակներ իրեն ճանաչում են իբրև մկրտիչ։ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները իրան գիտեն որպես Կարո։ Իսկ եկեղեցու շրջանակներում նրա հայտնի է որպես Եզրաս։ Հիմա հասկացեք, այս մարդը քանի դեմք ունի, քանի անուն ունի եւ ընդհանրապես ով է նա։ Ուրեմն ինքն է գնացել նաեւ այնտեղ Կտրիչի դամը պահելու իր հարազատ եղբոր, ուրեմն ավակ եղբոր, այնտեղ ջրաղացին ջուր լցնելու, բայց քանի որ այնտեղ Հովնան arczepiskopos Տերտերյանն է մասնակցում, իր լեզուն շատ է կարճանում, որովհետեւ ինքը բոբիկ է, գիտելիք չունի, ոչ մի բանից տեղյակ չէ, ոչ եկեղեցական կարգից տեղյակ, ոչ Աստվածաշունչ մատյանից, որևէ բանից տեղյակ չէ։ Իսկ Հովնան arczepiskopos Տերտերյանը բավականին պատրաստված, կատարյալ հոգևոր։ Սակայն սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ նաև անդրադառնալ, որ այդ ժողովը, որը կոչվեց արդեն հավաք, քանի որ երբ որ չի մասնակցում Հովվապետը, իսկ Հովվապետը պետք է իբրև մեղադրյալ ներկա գտնվեր, եւ այն պետք է տեղի ունենալ Մարիաթորի Սուրբ Էջմիածնին մեջ եւ ոչ թե այլ ինչ-որ պետության մեջ, սա էլ պետք է ընդգծեմ, բայց բոլոր պարագաներում դա հավաք է, եւ այնտեղ զուտ կոնսուլտացիաներն են, այլ ոչ թե վճիռներ, որոշումներ եւ այլն, չկան նման օրակարգ։ Բայց պիտի պատասխանեն եւ պետք է կարծում եմ այնտեղ շատերը հասկանան, որ իրենց սպասում է կամ շատ դժվար ժամանակներ ապագայում, շատ մոտ ապագայում, կամ պիտի խելքը գլուխը հավաքեն, ապաշխարեն, միանան ուրեմն 10 arczepiskoposների ու եպիսկոպոսների։ Ուրեմն գիտեք նաեւ, որ վերջի շրջանում նկատվում է, որ ոմն Վարդան Պողոսյան անունով մեկը, որը բանից սպառնում է, ես գիտեի Սարգսակը, նա Սարգսակը չէ, ուրարակիր է, մի կեղտոտ երիտասարդ հերուրանքներ է տարածում, այդ թվում նաև բարձրաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին։ Ուրեմն ես ձեզ պարզ ասեմ, ես չեմ ճանաչել երբեք Սրբազան հորը, նախ որտեղ ինքը երիտասարդ է տարիքով, ես եղել եմ արդեն հոգևորական, նա դեռ նոր կարծեմ եկել էր Ճեմարան, եթե չեմ սխալվում։ Եվ այդպես է ստացել, որ ես իր գործնեությանը ծանոթ չեմ, բայց վերջի շրջանում իր այս հարցազրույցների արդյունքում ես մի բան հասկացա, որ Գևորգ Սրբազանը շատ կիրթ հոգևորական է, շատ պատրաստված, շատ զարգացած մարդ է, հաճելի զրուցակից, եւ իհարկե իր ճիշտ դիրքորոշման համար, որ նա դրսևորեց, ես այստեղից ուզում եմ նախ եւ առաջ իրեն ասել, որ հարգանք կտածեմ ձեր անձի նկատմամբ Սրբազան հայ, եւ երկրորդ հերթին ես կուզեմ ասել հետեւյալ, այն բոլոր մարդկանց իդեմս այդ ստահակ Վարդան Պողոսյանի, նա ինձ էլ ամեն տեսակի կեղտոտ բաներ էր գրում, իմ եթերների, իմ գրառումների տակ, տարբեր օթից վերցրած մեղադրանքներ էր առաջադրում, հայհոյանքներ, ամեն տեսակի կեղտոտություն էր անում։ Այսօր լսեցիք, չէ՞, ես իմ էջում դրեցի, որ մի հատ Անի անունով կին կա, կեղտոտ, մեր ձևով կուսակցության անդամենա, թե չգիտեմ, իրենց բալետանող է, ով է, չգիտեմ, բայց հայհոյանք է գրել, հայհոյանքով, սպառնալիքներով, վերջին խոսքերով այդ բոլորը ում է վերագրել Եգրի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին, նրա ընտանիք, նույնիսկ զավակներին բան արեց։
պիտի վառել, պիտի սպանել, պիտի ոչնչացնել, պիտի խեղդել եւ այլն եւ այլն։ Եվ ուրիշ բառեր ինչ եմ խոսում են հայոյանքները, որ վերջին փողոցային հայոյանքներ են, գիտեք, քետարով սկսվող։ Ես չեմ ուզում դա օգտագործել այդպիսի խոսքեր, բայց ես կուզեմ ասել, որ այդ կինը եւ ես այդ բանը դրեցի, հատուկ դրեցի, որ դուք կարդաք, ինչ է նրա գրածը։ Որ տեսակ, այդ տեսակն էլ տեսնակ, այդ կանանց տեսակը։ Եթե կինը նման թե տարով բառը գրում օգտագործում է մեսենջերով ուղարկում է հաղորդագրություն եւ սա վերագրում է նաեւ ոչ մենակ այն անհատին որ ուղարկել է նաեւ երկրի ղեկավարի ընտանիքի անդամներին էլ երեխաներին էլ ներառած ուրեմն ոչ թե անբարոյականության մասին ենք մենք այստեղ խոսում մենք խոսում ենք այստեղ որ այդ կուսակցությունը ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի համար տեսեք սիրելի ժողովուրդ շատերը ճիշտ ընկալում չունենք Տեր Սահակ Կաղանան երբեք քաղաքական բաներ թեզեր չի տանում Տեր Սահակը միշտ խոսում է ժողովրդի շահերից բխած, քանի որ ես կարծում եմ հոգևորականը ոչ թե քաղաքականությամբ պիտի զբաղվի, դրա իրավունքը չունի, բայց ժողովրդի կողքը լինելով եւ վտանգների մասին խոսելով, մարգարեները շատ բաներ գնում են թագավորի երեսին, ասում են ժամանակին, եթե Աստվածաշնչին անդրադառնանք, պիտի տեսնանք։ Հիմա ես այսօր ինչի եմ շատ անգամ ձեզ հերակա կարգով բացատրականներ այստեղից տալիս, որովհետև հերվից ավելի լավ է ամեն բան երևում։ Եվ ասում եմ, որ այլ ընտրանք քաղաքացիական պայմանագրի կուսակցության չկա, ոչ թե որ քաղաքական կամ կուսակցական քարոզ եմ տանում, ես որևէ կուսակցության մեջ երբևիցե չեմ եղել, չեմ էլ պատրաստվում որևէ մի կուսակցությանը հարեմ։ Բայց իմ առաքելությունը ինչի մեջ է։ Այսօր տեսնում եմ այս մարդիկ առողջ ուժ են ներկայանում, իսկ մնացածը ներկայացնում են անցյալը եւ նույնիսկ այսօր սպասարկելով ոչ մենակ կրեոլիգարխիայի կրիմինալիտետի կամ Հայաստանի Հանրապետության ճուզողների բոլոր, հա, որոնք մենակ կողոպտիչներ են եղել, մենակ ջեպկիրներ են եղել։ Նրանց սպասարկում են շահերը, այլ նաև իրենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների այդ օրակարգը ուզում են բերել համամիութենական պետությունը կայացնելու նոր խորհրդային միություն, որի մասին այդքան տարբեր հարթակներից ես խոսել եմ եւ ժամանակներ առաջ այս մասին շատ եմ ծավալվել։ Բայց այստեղ այս խնդիրն է սիրելի ժողովուրդ, որ ինչու պիտի մենք սատարենք, ինչու պիտի մենք, որտեղ մենք սատարում ենք մեր սիրելի ժողովրդին։ Հիմա երբ որ ինձ հարց տակ, բա մնացածը մեր ժողովուրդը չեն, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը կամ տարբեր կուսակցություններ։ Իհարկե մեր սիրելի ժողովուրդն են, բայց ես նրանց կուզեմ տեսնել ապաշխարության խորհրդով հրավիրեմ իրենց եկեղեցիները, իբրև հավատացյալ անձեր։ Եկեղեցում ես դրանց բոլորին կընդունեմ, գրկաբաց, պատրաստ եմ բոլորին ընդունել, բոլորին հարգել, բոլորին պատվել, բայց այլ կարգավիճակի, որ դրանք եկել են իրենց մեղքերի համար մեղապտի տիրոջ առաջ։ Իջնեն ծնկի եւ արտասունքով լվանան իրենց հանցանքները։ Եվ ես սիրով իրենց կխոստովանեցնեմ եւ հաղորդություն կտամ իրենց, երբ որ կնշանակեմ իրենց նաեւ ապաշխարության համար թե ինչ պետք է նրանք անեն։ Իրենց այդ տեսքով կուզեմ տեսնել եկեղեցում, ոչ թե հարթակ դարձնեն եկեղեցու խորանը եւ խորանից քարոզներ պարտադրեն քաղաքական քահանաները հնչեցնեն, այլ որ նրանք այնտեղ գան մոմ վառելու, աղոթք անելու, խոստովանություն անելու, պատարագին մասնակցելու, խորհուրդներին ներկա գտնվելու, եկեղեցու տոնակատարություններին կամ ինչ-որ մի քրիստոնեական միջոցառումներին։ Այսինքն այս եղանակով եկեղեցին մի խաթարեք իրական Քրիստոսի մարմինը կեղտի մեջ, քաղաքականությունը կեղտ է, մի մցրեք այս բանի մեջ, այս տաշտակի մեջ, կեղտաջրերի մեջ, մի լողացրեք։ Եկեղեցին անարատ պայք, սուրբ։ Եկեղեցին զբաղվում է հոգևոր փրկությամբ։ Այն տեղն է, որտեղ մարդիկ գալիս են մեղավոր, ինչպես մեղավոր Մաքսավորը կուրծ կծեցեց, Աստծու երեսին նույնիսկ չուզեց նայել, որովհետև վախենում էր իր մեղքերի պատճառով, որովհետև ամանչում էր իր ներքին ապրումներով, բայց արդարացված գնաց, իսկ կեղծավոր փարիսեցին պարզ դեմքով նայեց, իրեն գովեց, ինքնա գովեստով զբաղվեց ու հեռացավ ներողամտությամբ, նույնիսկ եթե Աստված իրեն մոտեցավ, բայց ասվում է, որ նա չգնաց արդարացված։ Եվ դրա համար միշտ ասում ենք, ինչպես մեղավոր Մաքսավորը լինենք, այլ ոչ թե իբրև կեղծավոր փարիսեցին։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, եկեղեցին դա այդ տեղն է, որտեղ կմաքրվեն հոգիները, որտեղ մարդիկ կմխիթարվեն վերջի վերջում, հանգուցյալ ունեն։ Այդ հանգուցյալին, երբ որ բերում են եկեղեցին եւ կատարվում է արարողություն, գիտեք ինչի են եկեղեցի բերում եւ եկեղեցուն կարգ կատարում, որտեղ եկեղեցին դա այն տեղն է, որը միացնում է երկրավոր ապրողներին եւ երկնավոր, արդեն հանդերձյալ
կյանքի մարդկանց։ Եկեղեցում է աղոթքով միանում, որտեղ հաղթական եկեղեցին երկնքում է, բայց զինվորյալ եկեղեցին, որը պայքարում է, մարտնչում է սատանայի եւ մեղքի դեմ, երկրի վրա է։ Ուրեմն մի դարձեք զինվորյալ եկեղեցին, մեր խնդիրը սատանան է եւ մեղքը։ Մեր խնդիրը չէ քաղաքական հարցերը, մեր խնդիրը չէ եկեղեցում հնչեցնել, նույնիսկ ազգային խնդիրներով չպիտի խոսենք եկեղեցու մեջ։ Հայաստանում կան պետություն է, համապատասխան կառույցներ, մենք գործ չունենք դրա հետ։ Այո, Սփյուռքում կարող են մարդիկ հավաքվել, ես չեմ կարող այդ գործերով զբաղվել։ Ուրեմն դրսում կարող է դաշնակցությունը գործել, Հայաստանում ոչ։ Անտիլիասի եկեղեցին կարող է ազգայինը նաև եկեղեցու խորաններն խոսել։ Էջմիածինը ոչ, որտեղ պետական մարմիններ կան դրա համար, որոնք այդ հարցերը կլուծեն։ Մեր խնդիրը մի բանն է, հոգիները փրկել երկնքի արքայության համար բաժին դարձնել, որպեսզի մարդիկ մեղագան Տիրոջ առաջ։ Այս է մեր խնդիրը, ուրիշ խնդիր չունի հայ հոգևորականը, բացարձակապես։ Բայց շատ խիստ դատապարտում ենք Վարդան Պողոսյանին։ Ես ուզում եմ, որ ով որ ապրում է Ռուսաստանում, ով որ եթե հիմա դիտում են ինձ, կամ պիտի դիտեն, ուրեմն անպայման պետք է անդրադառնան, որ այս մարդը, որ հագնում է շապիկ, եւ դրանից հետո ինքը իրավունք չունի։ Ես կանոնն էլ գրել եմ համապատասխան օրենքի, ուրեմն նախատեսված քրեական հոդվածներ եմ գրել, Սուրբ գրքից էլ հոդվածներ եմ գրել, հա, մեջբերումներ, որի համաձայն նա պիտի կասեցվի, իր այդ լեզուն պիտի ուղակի կտրվի, նա իրավունք չունի այնտեղ դրանով զբաղվել, բայց ինչի է զբաղվում, պարզ։ Ուրեմն Վարդան Պողոսյանը, ինչպես ասեցի, նա գործ չունի, նա իրավունք չունի զբաղվել, ես բոլորը նշված է իմ հայտարարության մեջ, որը հրապարակել եմ իմ էջում, եւ այստեղ մի բան կա, որ իրակավորը հանդիսանում է, գիտեք ով, մի հատ Տեր Առաքել կա Մոսկվայում։ Այդ Տեր Առաքելը նաև Բագրատի քավոր, Բագրատն էլ Տեր Առաքելի քավորն է։ Տեսեք կապը, այդ քաղաքական կապը, ահաբեկչական կապը տեսեք եւ ուրիշ հանգամանքը։ Վարդանը պարկում է Եզրասի հետ, սա իմացեք։ Վարդանը անօրեն է եւ անփարո։ Եվ Եզրասը նրան օգտագործում է։ Դրա համար այդ Վարդան Պողոսյանը, քանի որ անբարոյական է, քանի որ այդ քաղաքական թերորիստական կապը կա, ահավասիկ այս պատճառով նա կեղտոտ պատվերներ է կատարում, ինչ որ իրան հանձնարարում է Եզրաս Ներսիսյանը։ Ինչ որ ասում է, նա անում է։ Ասում է վայրահաչի։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վրա նա վայրահաչում է։ Ուրեմն պաշտպանելու ենք բոլոր այդ եպիսկոպոսներին։ Ես թույլ չեմ տալու այս 10 հոգիներին որևէ մեկի հեղինակության կամ անվան հետ խաղալ։ Ինձ համար թանկ է եւ Նամասարդ arczepiskopos Կճոյանը, ինձ համար թանկ է եւ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Ես չեմ խոսում նաեւ այն անձերի մասին, որոնց անձնապես շատ հարազատ են ինձ համար, Առաքել arczepiskopos Քարամյանը, Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, ես դրանց մասին չեմ խոսում, շատ մեծ հարգանքով եմ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի նկատմամբ։ Այսինքն այնտեղ էլ կան նմանապես Անուշավան Սրբազանը, որը համարյա նույն սերունդի մենք հոգևորականներն ենք, ես ձեռնադրվեցի 40 կսպրծա հետո ինքը եկավ այնտեղ։ Լավ շատ հոգևորական է, պատկառելի։ Նմանապես մնացյալը Արտակ Սրբազանը նմանապես ճանաչում եմ իրեն, նույն սերունդն ենք, որը Գարեգին առաջին իմ սիրելի կաթողիկոսի գավազանակիրն էր, որը հիմա եպիսկոպոս է Վանորեից տեսուչ։ Եվ մնացյալը Սիոնին մոտիկից չեմ ճանաչում, բայց նմանապես ասում եմ բոլորին ես այսօր եւ Վրթանես Սրբազանը Արցախի թեմի առաջնորդ բոլորին այսօր պաշտպանեմ։ Ինչի, որովհետեւ այս մարդիկ քաջ են, այս մարդիկ քայլ արեցին, այս մարդիկ բարենորոգման ծրագիրը առաջ բերեցին։ Գլխավորությամբ երկրի վարչապետի հետ, հետեւաբար այս մարդիկ, ովքեր որ դրա մեջ են, իմ պաշտպանության ներքո են։ Ես աղոթում եմ իրենց համար, ինչի եմ ասում իմ պաշտպանությանը, որտեվ ես եմ սկսել այդ գործը, սիրելի ժողովուրդ, տարիներ առաջ այդ բարենորոգման ծրագիրը ձեր խոնարհ ծարանը սկսեց այստեղ, երբ որ սկսեց այդ կծիկը քանդել, այդ սադանայի տունը, ես սկսեցի հանգիստ գիտեք ինչի չունեն, որովհետև այս մարդիկ գիտեն մի բան, որ Տեր Սահակի ետերը շատ հզոր է, որ Տեր Սահակի էջը շատ հզոր է, որ 100,000-ներով մարդիկ են դիտում, մինուտ կա, որը ուրեմն արդեն հավաքել է 880,000 միլիոններով տարբեր հարթակներից որ վերցնենք, այդպես տարբեր նյութերը տեղադրված են։ Եվ այդ փաստորեն թեման նույնն է, հա? Ճիշտ է, մենք տարբեր բաներով ենք խոսում, բայց թեման նույնն է։ Այս սա է իրենց
մռմռացնում, ցավ պատճառում, վնգստում են դրանից, ոռնում են։ Այս սրանից են ոռնում։ Ուրեմն ձեզ պիտի պատմեմ, որ Խաչատուր Սարգսակը ինձ փոխանցեց այդ գյուղում հանդիպելով մարդկանց հետ, ասում են կտրիչ ու եզրասին չի գնաց ինչ չեմ արան։ Ասում են որտեվ ձրի հաց էին տալիս, ձրի ուտացնում էին։ Այդքան աղքատ էին ապրում Ներսիսյանների ընտանիքը, որ Խաթունը մայրը եւ հայրը Գրիգորը, հա որ ասում են Գիժ Գրիգոր, իսկապես ինքը հոգեկան հիվանդ բան մարդ էր։ Հիմա մահացած է, ոչ մի բան չեմ ուզում իրեն ասել։ Մայրը ասում են լավ կին էր, չգիտեմ ես, չեմ ճանաչել։ Ուրեմն այս երկու հոգին աղքատ են եղել, ծայրահեղ աղքատն է, դրա համար այդ տղաներին ուղարկել են ճեմարան, որ նրանց հացը բան լինի, ծրի լինի։ Հետո ասում է գյուղացիները իրեն պատմություններ փոխացրեցին, որ երբ որ գյուղում գողություն էր լինում, ասում է այդ Գրիգորի տղեկն են գողացել։ Եզրացն ու Գարեգինը գողություն էին անում, հավ էին գողանում, չգիտեմ, տարբեր բաներ էին գյուղում ինչ կարող էին գողանալ, հա, ինչ որ ձերքը վատ էր, ձերքը ասում են անում են։ Այսինքն մենք ինչ ունենք, որ այդ տարիքից արդեն դրանք անպետք լակոտներ էին, հա, անպետք, անդաստիրակ, գող, ավազակ, անփարոյական, ամեն ինչով։ Եվ այս մարդիկ անգրագետ լինելով հանդես, այսօր ասում այս գրյազիվ կնյազի, հա, նստել են այդ աթոռների վրա։ Իհարկե, աչքերը շեշուբեջ աղել է, չեն հասկանում, ուր են ընկել։ Այդ եզրասը հասկանում է, որ ինքը ինչ է դարել։ Այդ իր պաշտոնը, ինքը չի հասկանում, ինքը տգետ է։ Ինքը ոչինչ չգիտի, բացարձակապես։ Ինքը այդքան ապուշմարտ է, նստել եմ քանի անգամ ես իր հետ։ Մի անգամ ինձ կանչեց Ռասիա հյուրանոցում, ես իր հետ նստել, անընդհատ խանգարում են, հանգիստ չունեն։ Ուրեմն էս է, անմակարդակ։ Եվ իրենք այսօր չեն էլ հասկանում, որ ինչ է կատարվում, որ դրանք պիտի հեռանան, եկեղեցուց պիտի նրանք դուրս գան։ Չկա էլ իրենց համար այդ եկեղեցին գոյություն չունի, թող գնան իրենց ուրիշ տեղ փնտրեն, գտնեն, ուրիշ ասպարեզում, ուրիշ բնակավարում կյանքի։ Իրանք գործ չունեն եկեղեցու հետ, այս եկեղեցական զգեստը իրենց համար չի։ Խուլիգան մարդը ինչ գործ ունի։ Դե ինչքան Պողոսում խուժան կա, բռնենք եկեղեցականի զգեստ հագցնենք, ասենք մեկին կաթողիկոս, մյուսին եպիսկոպոս կլինի։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ չի լինի, սիրելի ժողովուրդ։ Սա է պատճառը, եւ ես ուրախ եմ, որ երկրի վարչապետը դա հասկացավ։ Ես ուրախ եմ, որ պետական պաշտոնյաները բարձրաստիճան դա հասկացան։ Ես ուրախ եմ, որ ամբողջ պետական համակարգը, պատկան մարմինները, դատական համակարգը, ես շատ ուրախ եմ։ Ես շատ շնորհակալ եմ իրենցից, որ նրանք վերջապես հասկացան այդ խնդիրները։ Որտեղ ես մեռա խոսելով։ Այդքան եմ ես խոսել, այդքան եմ ես խոսել։ Այդ մասմա կապլը կամին տոչիտ։ Ես այդքան խոսել եմ, հետևողական եմ եղել, այդ նավակը ճոճել եմ եւ փառք Աստուծո։ Այսօր ի շնորհիվ իրենց է այս ամենը լինում։ Ես ասում եմ, ես վերագրում եմ ամենը իրենց։ Ինչի։ Իրենք առանցքային դեր են տանում այս ամենի մեջ, բայց չպիտի երբեք մոռանան, որ հիմքում կանգնած է եւ ակունքներում Տեր Սահակ Քահանան։ Ով ինչ արել է դրանից հետո է արել, փառք Աստծո, ես բոլոր աշխարհականներին էլ շնորհակալ եմ։ Բոլոր, ով ինչ խոսում է այսօր, բացահայտում է անում, ով ինչ կատեգորիայի մարդ է, ասենք քաղաքագետ է, չգիտեմ, հրապարակախոս է, ժուրնալիստ է, ցանկացած մեկը, հա, բուսակցական է, մտավորական է, բարձ ժողովրդի տարբեր բնակավարներից մարդիկ, ամեն մեկի շնորհակալ եմ, ով որ արտահայտվում է, ով որ ճիշտը խոսում է այս մասին։ Չեն խոսում էլ այն հավատացյալներին գիտակ, որոնք այս ամենի մասին խոսում են։ Իհարկե նաև պիտի այստեղից հիշատակեմ շատ կարևոր դերը, որը Հայր Կորյունը, մեր սիրելի իրական վարդապետը, իրական կուսակրոնը, ինչ եմ դա ուզում ընդգծել, շեշտել, այս պարզ եմ ասում։ Մարդը որ մաքուր է, այ իր համար ես երբեք տենց բաներով չեմ զբաղվում, բայց իր համար եթե դուք ինձ ասեք Տեր այ, կարող ես երաշխավորես, ես կասեմ բերեք սուրբ գիրքը, ես ձեռքս դնեմ։ Ուրիշի համար չեմ հանելու, չեմ կարող, վախ ունեմ, բայց ես համոզված եմ, ես վստահ եմ դրա մեջ։ Դրա համար ասում եմ մարդը շատ մաքուր է։ Ուրեմն այս մարդու մոտ պիտի ամեն ինչ անենք, որ այդ թերի հոգևորականներին կամ ովքեր որ ծանրացած են մեղքերով ուղարկեն գաբաշխարության։ Հայր Կորյունը պիտի ճիպոտ առնի ձեռքը եւ Սարգսակը նաեւ հայտնեց իր ցանկությունը Խաչատուրը, որ նա էլ պիտի գնա, հա։ Առավոտ ասելա ամեն առավոտ պիտի նրանց վեր կացնեն ժամը 4-ին։ Գիշերային ժամերգություն պիտի անեն։ Այո, պիտի գնա կապաշխարության։ Մտքում չունենաք, որ զբաղեցնելու եք նորից պաշտոններ, եպիսկոպոսներ, շամպանսկու պրոբկուպես թռնելու եք, եթե այս ժողովի արդյունքում, հավաքի այդ արդյունքում չմիացակ 10 arczepiskoposների եւ եպիսկոպոսների, այստեղից հայտարարում եմ, դուք շամպանսկու պրոբկուպես թռնելու եք ձեր տեղերից, ձեր թեմերից։ Մասնավորապես Փարիզի են տգետ
Գրիգորին եմ ուզում ասել, խուլիգանին, Արամ Քարթունը եւ մնացյալ հայերը, ովքեր որ այնտեղի ուրեմն համայնքի կրոնական համայնքում առանցքային դեր ունեն, նիսի Մարիամ Աստվածածնի եկեղեցում, որի հանդիպման ժամանակ ես քննարկել եմ իր հարցը։ Եվ այս մարդիկ միապերյան ասեցին Տեր այր, իհարկե Գրիգորը պիտի այս պաշտոնը չզբաղեցնի։ Նա ինչ խարջ է։ Ինչ Փարիզի առաջնորդ ես դու, այ խուլիգան։ Պատարակը կիսատ թողեց գնաց։ Հիմա կտրիչի բանն է ապարում այնտեղ։ Ուրեմն ով որ կրկնում եմ չմիացավ այդ 10 եպիսկոպոսներին, թիրախավորված եք, գնալու եք, ձեզ առաջարկվելու է Հայ Կորյունի մոտ ճկնելու։ Չեք ուզենա, այն ժամանակ հակիցը ոստիկանով կհանենք այդ զգեստը, լանջախաչը, բանակեն, ինչ որ ունեք, հա։ Ամենը ձեզանից կառնենք ոստիկանով եւ դուք ռադը կքաշեք կգնաք աշխարհ։ Իսկ եթե դուք գնաք ապաշխարեք արտասունքով լվանակ եւ Հայ Կորյունը կերաշխավորի, որ այս մարդիկ փոխվել են իրենց կյանքը ընթացքը, այն ժամանակ իհարկե տեղապահը իրենց արդեն նշանակումներ կանի նոր։ Այսա պիտի լինի, սիրելի ժողովուրդ, ուրիշ բան չկա։ Ես կրկնում եմ, օրինակ իհարկե դա իմ անձնական կարծիքն է, բայց այսօրվա դրությամբ ես նաև Հովնան arczepiskopos Տերտերյանին լավագույն տեխնացուն եմ դիտում իբրև կաթողիկոսական տեղապահի։ Ես նաև դիտում եմ այդ պաշտոնի մեջ Նավասատ arczepiskopos Կճոյանին։ Ես նաև դիտում եմ այդ պաշտոնի մեջ Վազգեն arczepiskopos ուրեմն Միրզախանյանին։ Այսինքն Արաքել arczepiskopos Քարամյանին, այս մարդկանց ես որ թվարկեցի, ես շատ կոնկրետ եմ ասում։ Ես ընդհանրապես գտնում եմ, որ այդ 10 հոգին առանցքային պիտի դեր ստանձնեն եկեղեցում։ Այդ բարենորոգման փաստորեն համակարգող խորհուրդը պետք է շարունակի նույնիսկ Կտրիչ Ներսիսյանի հերացումից հետո առանցքային դերը ունենալ եկեղեցվո մեջ, մայրաթոռում առանցքային պաշտոնները պիտի զբաղեցնեն այս մարդիկ։ Սա շատ կարևոր եմ համարում։ Եվ ասում եմ, այս մարդկանցից իմ թվարկած մարդկանցից այս մարդկանց ես ուղղակի ճանաչում եմ, որ նրանք կարող մարդիկ են ի վիճակի են նրանք վերցնել եւ ուրեմն առաջնորդել։ Իրանք արդեն իրենց մեջ պիտի դա որոշեն, բոլոր պարագաներում իմ տեսակետն եմ, այստեղ ես արտահայտել։ Եվ կրկնում եմ, այս վստահում եմ, ես այստեղից պաշտոնապես հայտարարում եմ իբրև տեսահակ Քաղանան։ Վստահում եմ այս 10 սրբազան հայրերին, որ դրանք շարունակեն առաջնորդել այս ճգնաժամային իրավիճակում եկեղեցին մինչև վերջ դուրս անելու, մինչև ընտրություններ ամենայն հայոց կաթողիկոսի 133-ի արդեն Աստված դա պիտի ոնց որ ասած որոշի երկնքում եւ մարդկանց մեջ այդ իմաստությունը տա, այդ միտքը դնի, թե ով է ընտրվելու, ով է լինելու, Աստծո կամքով այդ պիտի մենք աղոթող մնանք եւ չգիտեն, կարող է լրիվ այլ մարդ լինի, սրա մասին չէ խոսքը, ես խոսում եմ զուտ ժամանակավոր կաթողիկոսական տեղապահի վերաբերյալ, որպեսզի ճիշտ հասկանան, ճիշտ հասկացվեն այդ խոսքերը։ Ես չեմ խոսում ամենևին ամենայն հայոց կաթողիկոսի տեխնացության մասին, ես խոսում եմ ժամանակավոր, այդ ժամանակը իհարկե կարող է սահմանափակ չլինի 6 ամսով, ինչպես որ սովորական, երբ որ մահանում է կաթողիկոսը 6 ամիս է տեղապահը աշխատում։ Ոչ, ես գտնում եմ, որ 2-ից 3 տարի այդ ժամանակահատվածում պետք է մաքրում գնա, պետք է ռեֆորմը գնա եկեղեցում, որից հետո պիտի մենք անենք ընտրություն, որովհետև չեն կարող օդից մարդ բերել, ինչ որ մեկին դնել։ Դա պիտի լինի այն կաթողիկոսը, որ այլևս նույն պատմության մեջ չընկնենք, նույն խայտարակության մեջ չընկնենք, որ հետո նորից այս ժամանակը կորցնենք, տարիներ կորցնենք, հոգևոր թեմաները այդքան են, բայց մենք ստիպված ենք եղել մեծ մասը նվիրել այս խոսակցությունների ինչի համար։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը պատճառ է հանդիսացել, որ ժամանակը կորցնենք, բանի վրա իր մասին խոսենք։ Քանի որ Արևանգել է, ուզուրպատոր է, շատ ճիշտ է որոշել եւ բնութագրել Լևոն Շիրինյանը։ Ուզուրպատոր անվանելով այս մարդուն եւ իսկապես ես կարծում եմ, որ բոլոր հայտնի վերջի շրջանում այս ազնիվ աշխարհական մարդիկ, ես բոլորի անունները այստեղից չեմ ուզում թվարկել, դուք շատ լավ գիտեք, որոնք շատ հաճախ են եւ հերոստատեսությամբ եւ այլ ինչ հարթակներից լայֆեր անում եւ ելույթ ունենում, նրանք շատ ճիշտ ընկալում ունեն։ Ես շատ շնորհակալ եմ իրենց, որտեղ ահագին օգնում են եւ լուսաբանում են մեր ժողովրդին, հայ քրիստոնյան ժողովրդին, բացատրում են մեկ բան, որ դες 27 տարի մարդը խաբել է, նա չի թողել։ Մի սերունդ նա պահել է մթության մեջ, քրիստոնեական առումով, հա? Չի թողել։ Մարդիկ մոտենան մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին,
եկեղեցու լիարժեք անդամը լինեն, ավետարանը սերտեն, Աստվածաշունչ մատյանը կարդան, աղոթքները սովորեն, որ ունենան վերջապես նաև աղոթական կյանք։ Աղոթական կյանքն է, որ փրկում է մարդկանց, որտեղ հոգևոր սնունդ է եւ պիտի առնենք այս սնունդը։ Եթե սնունդ դու չես ստանում, մարմնի ֆիզիկական, չես կարող ապրել։ Չէ՞, բոլորը սիրում են ուտել։ Ինչի՞, որովհետեւ առանց ուտելիքի չեն կարող ապրել։ Անհրաժեշտություն է ֆիզիկականի։ Առավել եւս պիտի սիրենք աղոթական վիճակը, որտեղ այն սնում է հոգևորը, հոգին է սնում։ Իսկ եթե մարմինը, որը ժամանակավոր է տրված այս կյանքի համար, այդքան մենք խնամք ենք եւ այդքան ժամանակ ենք տրամադրում այդ մարմնի համար, խնամելու մեր սեփական մարմինները, առավել եւս ինչքան պիտի հոգանք մեր հավիտենական հոգու փրկության մասին։ Եվ դամանավանդ պահոց շրջանում հիմա նոր տոմարով դուք արդեն Հայաստանի մեջ մտել եք այդ շրջանի մեջ պահեցողության։ Եվս մեկ բան պիտի ասեմ, որը շատ կարևոր է համարում նշել։ Օրինակ Գևորգ Սրբազանը վերջի ելույթներից մեկում շատ կարևոր անդրադարձ է արել այն մասին, որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու անունը փորձեցին այդ երկու եղբայրը փոխել, ավելացնելով ուղղափառ։ Տեսեք, նախկինում կաթողիկոսները բոլորը դատապարտել են, ինչի, որտեղ մենք բոլորս էլ ուղղափառ ենք, հավատքով, բայց հավատքն է ուղղափառ։ Ես հազար անգամ ասել եմ, մենք տոմս չունենք, առաքյալներն են հիմնադրել մեր եկեղեցին։ Ուստի մեր եկեղեցին առաքելական է, ուղղափառ չի կարող կոչվել։ Անիմաստ է դառնում առաքելականից հետո դնել ուղղափառ բառը։ Հաճոյանալու համար Ռուսաստանի իշխանություններին, այլ երկրներում, որ մոլորության մեջ գցեն, բայց սա ինչ վտանգի իր մեջ պարունակում։ Ինչի ենք մենք միշտ ձգտել, հենց այստեղ է արտահայտել մեր ազգային ինքնությունը։ Գիտեք ինչի, որովհետև պահել ենք լեզուն, պահել ենք մեր ազգային ավանդությունները, քրիստոնեական գեղեցիկ բարի սովորությունները, եւ այս ամենի հեղինակը եկեղեցին է եղել։ Եթե անունը ավելացնենք դրան օրթոդոքս, կնշանակի, որ այլևս մարդիկ կկարդան եւ որ լեզուն չգիտեն, շատերը սփյուռքի մեջ չգիտեն լեզուն։ Հայերեն բոլորը լավ չէ որ խոսում են, մանավանդ երիտասարդները։ Իրենց համար ինչ տարբերություն։ Հիմա պատկերացեք Հռոմում եկեղեցի լինի, մենք գտնենք կաթոլիկ, գրենք հայ առաքելական կաթոլիկ եկեղեցի։ Ուրեմն որտեղ որ գտնվես դու պիտի դնես այդ անունը, սա ինչ է, աբսուրդ է։ Ուրեմն դրանք ինչ են արել։ Նրանք փաստորեն փոխել են առանց որևէ հիմք ունենալու, ոչ մի իրավունք մեկը իրենց չի տվել։ Ոչ մի ազգային եկեղեցական ժողով դրա այս հարցով չի հավաքվել։ Ոչ մի որոշում չի եղել։ Սա ինչ է։ Սխարդախի գործ, խուլիգանի գործ։ Գնացել է դասավորել են գործերը, միտեղ խապել են, միտեղ փող են դրել, որտեղ որ այն երկրներում չեն կարողացել փող դնել, գնացել են ուրիշ մոտիվներով, քաղաքական, չգիտեմ, հաստաբան են վարձել եւ այն, խորամանկ ձևով գրանցումներ են արել։ Իսկ Ռուսաստան պարզա, ոչ մենակ փողը դրել են գրպանը, նաեւ հաճոյանալու համար Կիրիլ Պատրիարքին։ Այսա շատ վտանգավոր ես ուրախ եմ, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այս հարցը բարձրացրեց։ Որպեսզի այդ չմնա որպես խարան մեր վրա, այսինքն այս երևույթը եւ շատ ճիշտ նաեւ ընդգծեց, որ շեղվել է ուղղափառ դավանանքից։ Չէ՞ որ մենք պատարակի ժամանակ աղոթք ենք բարձրացնում։ Սարգսակը աղոթք ասում։ Վասն ասում է սուրբ եւ ուղղափառ եպիսկոպոսած։ Մենք աղոթում ենք բոլոր այն սուրբ եւ ուղղափառ եպիսկոպոսներ։ Ինչ է նշանակում, որ պիտի ապրեն սուրբ կյանքով եւ ուղղափառ լինեն իրենց դավանության մեջ։ Հիմա այս տականքը կտրիչ Ներսիսյան դավադիրը, որը դավեր է գործել, քաղաքական դավեր, Հայաստանը մխրճելու նորից անցյալի մեջ նոր սովետական միություն փաստորեն առաջացնելու, բրթելու Ռուսաստանի կազմի մեջ կարճ ասած Հայաստանը։ Հիմա տիրադավը իրական ով է։ Իհարկե կտրիչ Ներսիսյանն է տիրադավը։ Դավաճանել է Հիսուս Քրիստոսին փաստ է։ Մար եկեղեցին է դավաճանել, անունը փոխել է։ Տիրադավը ով է։ Եզրած նույնքը տիրադավ են։ Եվ ով որ մասնակցել է այն եպիսկոպոսները, նաև այն թանակալ առաջնորդները, որոնք այդ տիրադավի հետ միասին այդ նույն գործն են արել։ Ուրեմն ձեզ պիտի ասենք տիրադավ։ Տիրան arczepiskopos Կյուրեղյանը միշտ այս մասին խոսում էր, զգուշացնում էր, որը շատ լավ փայլուն հարաբերություններ ուներ Ռուսաստանում, բայց եթե այդ քայլի չգնաց, մարդը այնտեղ շփվում էր, կոնտակտներ ուներ պետության հետ, ես ինչի՞ եմ այդ օրինակը բերում, տեսեք,
որ մահանա չբռնեն, որ դա մեզ անհրաժեշտ է, որ լավ հարաբերություններ հաստատենք, բարեկամ կապեր ունենանք ուժորդ հետ։ Ոչ։ Պատմությունը եկավ փաստելու, որ Տիրան Սրբազան առանց այդ բաները անելու շատ լավ կապեր ուներ։ Այսօր հակառակը այդ կապը չկա։ Այո, իր անձնական շփումները կան, բայց եկեղեցիների մակարդակով չկա։ Նորից մեզ փակցնում են հերիտիկոսի անունը։ Շատերը, ոչ բոլորը, անգրագետ հոգևորականներ կան, այդ շրջանում այդպես է խոսում Հայաստանի Արաքելական Սուրբ Եկեղեցու մասին։ Ուրեմն, սիրելի ժողովուրդ, եկեք սա ընկալենք, որ սա է շատ նուրբ եւ շատ լուրջ հարց է, որը պիտի ուսումնասիրենք։ Եվ բնականաբար ես կրկնում եմ, մայր եկեղեցին երբեք չի կարող իր որևէ ժողով, որևէ կենտրոնական արարողություն, տեսեք ինչքան նողկալի տեսարան է, կաթոլիկ այնտեղ կարդինալները կանգնած են, չգիտեմ, arczepiskoposները կանգնած են գլխավոր։ Ինչը նրանք են ինիցիատորը այդ հավաքի։ Կարծես թե այդ հավաքը իրանք են կազմակերպել։ Իհարկե նրանք փող են առել, դա այդ սրահները, այդ ամեն ինչը տրամադրելու համար նյութականներ իրանք հետաքրում, բայց իրանք երևի որ իրար մեջ որ մնում են, խոսում են այս մասին եւ ասում են էլի տարբեր բաներ, ինչ ժողովուրդ են մենք։ Էս ինչա։ Էս ինչ հոգևորականություն է, որ փախչում է Հայաստանից, իր երկրից, որպեսզի թակուն ինչ որ այնտեղ հավաքներ անի, ուրիշ օտար պետության մեջ։ Եվ սրա մասին չեն խոսում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ Մամուլը չի խոսում դրա մասին, երևույթի մասին, տեսեք, խայտարակ եղանք դրանով։ Աշխարհով մեկ, այո, այդ կաթոլիկ կարդինալները, եպիսկոպոսները, որ այնտեղ կանգնած էին, ֆոտո քաշեցին։ Ես դες կտեղադրեմ այդ նկարը։ Դրանից հետո ինչ պիտի խոսեն։ Գնալու են Վատիկան, ստեղ ընդեղ ամենտեղ իմանալու են այս մասին։ Որտեղ ոչ մեկ տեղ երևույթ չկա։ Պիտի մատնացույց անեն, այսինքն պիտի մեզ վաղը ցույց տան։ Ասեն սրանք են այդ կապիկությունը արել։ Ավստրիայի մեջ են հավաքվել։ Էջմիածինը թողած որտեղ որ Քրիստոսն է, չէ՞։ Եվ համայն հայության համար կենտրոնն է հանդիսանում։ Եվ պատմականորեն ամեն ինչը կապված է Էջմիածնի, թողած Էջմիածին Ավստրիայի մեջ ենք հավաքվել։ Մեզ են կանչել այնտեղ, ինչ է, նրանք են կավոր այդ գործի։ Այսինքն ինչ անհարմար բաներ են ստեղծել։ Եվ բոլորի մեջ ով է մեղավոր։ Այս մարդը է, որ նստած է այս կաթողիկոսական լուսավորչի աթոռին, ասում է ես ամենայն հայոցն եմ։ Դու ամենայն հայոցը չես, արդեն որ տենց բան ես անում, դու դառնում ես գողական, ուղղակի գողական։ Որտեվ մենակ գողականը իր մտածելակերպով նման բան կանի։ Սխոտկան որտեղ անցկացնի։ Իրա պատկերացումը հասկանում եք ոնց է։ Սխոտկայի տեղ է փնտրում։ Չէ գողերը որտեղ են սխոտկային, այն որ պիտի բացահայտ լինի, այն որ պիտի վտանգ զգան, հա, պետությունի, չգիտեմ, ոստիկանությունից սխոտկա չի անում։ Չէ, ուրիշ տեղ է փնտրում։ Իր համար տարբերություն չկա, որ երկրում անի։ Տեսեք, այստեղ է գողական մտածելակերպը։ Այդ մշակույթի, այդ խելքի տեր մարդը ինչպես կարող է առաջնորդել եկեղեցին։ Արդյոք այս մարդը ունակ է այդ բանը անելու։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Որովհետև կրկնում եմ, ոչ մի պատճառ չկար, նույնիսկ պատերազմի տարիներին, նույնիսկ սովի տարիներին, արհավիրքների տարիներին, պիտի Էջմիածնում լիներ եւ եղել է Էջմիածնում միշտ։ Բաների ժամանակ քեզ հարց եմ տալիս, ինչ պիտի անեն, ուր պիտի գնան։ Քրիստոնյաները, երբ որ Քրիստոսի համար գնում էին եւ մարտիրոսվում էին, չէ՞, նրանք գիտակցում էին, որ պիտի մարտիրոսվեն, բայց Աստծո սերն էր նրանց առաջնորդում եւ նրանք հասկանում էին, որ դրանով իրենց հոգիները կփրկեն։ Նույնիսկ մահվամբ այս սպառնալիքի մահվան սպառնալիքի տակ դրանք միևնույնն է վկայում են Քրիստոսի անվան մասին։ Տեսեք, պարզ օրինակ է, դասական օրինակ։ Այս ինչ էր արել քեզ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այս պետական պատկան մարմինները, որ դու փախար այդ եպիսկոպոսական ժողովը չուզեցիր գումարել Հայաստանում։ Նահատակվեիր այնտեղ, եթե մտածում էր, որ քեզ պետք է մեկը նահատակվի, քեզ մեկը չպիտի նահատակեր։ Ուզում եմ բացահայտել իրենց կեղծ այդ հայտարարությունները, սնանկ հայտարարությունները, որ անում են։ Անհիմն են եւ իհարկե այս մարդիկ, ովքեր որ նման բաներ են հայտարարում, նման բաներից են խոսում, ինչ պիտի նրանք անեն։ Նրանք բնականաբար պիտի իրենց կաշվի մասին միայն մտածեն։ Իրանք պիտի մտածեն իրենց ապրուստը լավ լինի, իրենց տեղը տաք լինի, իրենց վիճակը հանգիստ լինի։ Այս սա է։
Բայց եկեղեցականի առաքելությունը դա խաչը պիտի վերցնես ու գնաս Քրիստոսի հետևից, խաչը վերցնես, խաչը։ Իսկ դուք փնտրում եք փափուկ հանգիստ կյանքը։ Այդ աստիճանը հոգևոր որ ստացել եք, դուք պիտի հակառակը ստանայեք խաչի համար, նեղությունը կրելու համար, ոչ թե որ դուք կարծում եք, որ այդ պաշտոնը որ դուք ունեք, ուրեմն դուք պետք է բան ապրեք, խանի պես, չգիտեմ, թագավորի պես, փաշայի պես, ում պես եք ուզում ապրել։ Դուք պիտի ձեզ նեղը դնեք։ Այս սա շատ կարևոր է, սիրելի ժողովուրդ, որ ուզում եմ ձեր ուշադրությանը, ուրեմն դա դարձնել այդ բոլորը, հրավիրել ձեր ուշադրությունը այս հանգամանքների վրա, իմ նշված։ Եվ իհարկե, բնականաբար, ավետարանական ճշմարտություններից ելնելով, երբ որ մենք բոլորս էլ գիտակցում ենք, եւ մենք ինչ ենք միշտ խոսում, որ քրիստոնեությունը որտեղից է իր արժեհամակարգը առնում, հենց այն երևույթներից, որտեղ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր կենթանի օրինակով ցույց է տվել։ Երբ որ ինքը բոլոր աշակերտների ոտները լվաց, դրանով ինքը ցույց տվեց խոնարհությունը, հեզությունը, սովորեցրեց առաքյալներին եւ ոչ մենակ իր հաջորդներին նաեւ բոլոր հոգեվորականներին այս օրինակով սովորացրեց, որ պետք է մեկը մյուսին լինի ծառա։ Եվ առավել եւս ով ասեց ուզում է ձեզանից լինի առաջինը, պետք է բոլորին լինի ծառա։ Ուրեմն, եթե նրանց ուղեղը չացած չլիներ, Կտրիչ Ներսիսյանի եւ դրա մանկապիղծ եղբոր, այդ Եզրասկարո կագեբեշնիկի, ապա նրանք պիտի հասկանային, որ դա խաչ է, եւ նրանք բոլորին պիտի ծառայեն, դրանով կլինեին վեխ։ Վեխ մարդը ծառա է։ Վեխ մարդը գոռոզ, գողական չէ, հաշվեհարդար տեսնող չէ, մարդ անիծող չէ եւ սպանող չէ, թունավորող չէ, վատություն մեկին անող չէ, դա վեհություն չէ, դա ստորություն է։ Իսկ վեհը մարդը այս է, դրա համար երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասեց վեհարանը վեհի, ես այստեղ հասկացա այս մարդը, որ իսկապես խորը ապրում է հավատքի մեջ, որտեղ չի կարող մարդը, որը հավատքի հետ աղերս չունենա, նման արտահայտություն անի, վեհարանը վեհի։ Այս խոսքի մեջ շատ բան է պարունակում։ Այո, այս վեհարանի մեջ պիտի վեհ մարդ ապրի։ Այնտեղ պիտի նստի վեհ մարդը, որ ցանկացած մեկը գնա մոտը, անմխիթար նույնիսկ վիճակում հոգեկան ապրումներով եւ դուրս գա թեթևացած, մխիթարված, սփոփված։ Մխիթարանքը դա սփոփանք չէ։ Մխիթարանքը քաջալերանք է նաեւ, բայց ինչ որտեղ նաեւ մարդիկ կան, որոնց սփոփանքի կարիք ունեն։ Այսինքն այդ է վիճակը, հոգեվիճակը կաթողիկոս լինելու։ Շատերը չեն հասկանում, գիտեն կաթողիկոսը ինչն է։ Ճիշտ ասեց Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, ասեց ինքը ոնց է պատկերացնում, որ գնա, ասում է, արագ մայտաճար վազելով, հա, մի քանի րոպե պատարակը գալչկի, որ ասում են գնա, ու շուտ արագ վերադառնա վեհարան հրամաններ տա։ Ասեց այդ իր գործառույթների չնչին տոկոսն է։ Ես կասեմ, որ դա իր գործառույթը չէ, նույնիսկ։ Սրբազանը դեռ դա այդքան չուզեց ասել, բայց ես կասեմ, որտեվ վեհ մարդը ոչ մեկին չի պարտադրի։ Նա իր սրբությամբ, իր աղոթական վիճակով, իր բարի նկարագրով, իր օրինակով այն վիճակը կստեղծի, որ մարդ անհարմար կզգա, որ իրան ինչ-որ մեկը հրհանգի, ինքը առանց դա կանի։ Լսել եք ինչ բանը, պասլուշանիա, որ ասում են, հա։ Իրապես այն մարդը, որ նվիրյալ է Աստծուն, եթե այնտեղ հոգևորականությունն է, այլ ոչ թե թափթփուկներ են հավաքվել, ովքեր որ ուզում են ուղակի հաճույք առնեն եւ այդ փողը շահեն եւ միաժամանակ 10 կյանքերով ապրեն, խապեն մարդկանց վեհարի տակ թաքցնեն իրենց անփարոյական էությունը, սա լրիվ այլ բան է։ Բայց եթե հավաքվել են այնտեղ վանքին մեջ աղոթելու, իրապես ապրելու կուսակրոնի կյանքը պահկով եւ հոգեվոր ուրեմն ընթերցումներով իրենց արարողությունները պիտի չդադարեին։ Էջմիածնում ինչու դադարեց։ Գիտեք որ ժամանակներից դադարեց։ 18 թվականից պատարակ ամեն օր չեղավ։ Ինչի մայր տաճարում ամեն օր պատարակ չկա։ Ես ուզում եմ հարց տալ։ Ինչի։ Ամեն օր բայց այդ գործը ի՞նչն է այնտեղ վանականները նստած են, ինչի թզբեղ քաշելու համար, բամբասանքով զբաղվելու։ Ամեն ասոր պատարակ պիտի լինի, որպեսզի հավատացյալները իմանան եւ հետո ուխտավորը, տուրիստը, որ գալիս է Էջմիածնում, բայց պիտի այդ գեղեցկությունը տենա, պիտի բա ոնց մեզ ճանաչի։ Ոնց պիտի նաև մեր մշակույթը ճանաչի, նաև մեր հոգևոր խորությունը։ Այսինքն պատարակով պիտի ճանաչի։ Ես հիշում եմ Լուսինե Զաքարյանը երգել է Սուրբ Սուրբը եւ
Ես ճանաչել եմ իրեն, շատ աստծուն շնորհակալ եմ, որ այդ տաղանդ ունեցող մի սուրբ կին էր ինքը, ուղղակի շատ ազնիվ մի անձնավորություն եւ հրաշալի էր երգում։ Այդպես էր երգում, մարմինս փշաքաղվում էր։ Ես տեսել եմ ինչպես Ռուսաստանից եկել են ժամանակ սովետական միություններ, գեներալ էր եկել, արտասվել էր։ Էջմիածին են բերել ցույց են տվել էքսկուրսիայի բան, արտասվել էր այդ երգից։ Չէ՞ որ հայրեն չի հասկանում, բայց իր ձայնը իրամ։ Այսինքն մարդիկ նստած են այդ սրբության մեջ, այդ սրբությունը դուք մատնել եք դժվարության, ամպերությանի մեջ էր։ Քանի տարի փակ պահեցի դուր այս սրիկա մենք բացել տվեցինք։ Անդրանիկ Դովլաթյանը այդքան գոռաց եթերից, պոռնիկ բացում եմ դռները։ Հիշեք պատմությունը, ուզում եմ իշխանություններին էլ դա հիշեցնեմ։ Անցած տարի չէ որ գնացին, նախանցած տարի ներողություն գնացին բացումանը ներկա գտնվել